Ինպես մարդուն ինչ ա պետք, ամեն ինչ ունեմ, աշխարհում մեկ։ Գագիկ Ծառուկյանը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի իր ղեկավարած Բարգավաճ Հայաստան կուսակցությունով։ Մեծահարուստ գործարարը դաշինք չի կազմի։ ԲՀԿ նախընտրական ցուցակում կլինեն ինչպես տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այնպես էլ անկուսակցականներ։ Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ ԲՀԿ առաջնորդն այսօր տարածած հայտարարության մեջ խոսելով ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին նշել է, թե մտադիր է քաղաքական հանրային նոյան տապան ստեղծել, որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու գաղափարները, լուծումները, որտեղ ամեն մարդ կգտնի իր անելիքը եւ երկրին օգուտ տալու իր ձևը։ Ինչպես Նոյը տեսավ փրկության եւ վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։ ԲՀԿ առաջնորդը սակայն չի հստակեցրել, թե իր նոյան տապանում որ ուժերն են ընդգրկվելու։ Միայն ընդգծել է, որ տապանում կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի, կարևորվելու է միայն գիտելիքը։ Անկախ իրավական լուծումից, այն պետք է լինի կարող անհատների նոյան տապան, որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։ Ծառուկյանի հետ ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ Ազատության տեղեկություններով ամենայն հավանականությամբ ցուցակում կլինի նաև Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Խոսվում է նաև ապրելու երկիր կուսակցության ղեկավար Մանե Թանդելյանի, նախկին արտգործնախարար Արա Այվազյանի մասնակցության մասին։ Առաջիկայում գումարվելիք համագումարի շրջանակներում հրապարակվելիք 30 հորիզոնականներում ընդգրկված անձինք այսպես լինելու են բացարձակ պրոֆեսիոնալ, իրենց գործի գիտակ մարդիկ, հանրության կողմից հարգանք վայելող անհատականություններ, դա վստահաբար կարող են փաստել։ Իմ կողմից մատնանշված անձինք նույնպես կլինեն այդ 30-ում։ Ես անուններ այսօր չեմ հնչեցնելու։ ԲՀԿ խոսնակ Իվետ Ատոնոյանը թեև այսօր Ազատության հետ զրույցում հրաժարվեց ասել, թե կոնկրետ ովքեր են ընդգրկվելու ԲՀԿ նախընտրական ցուցակում, սակայն նշեց, թե ովքեր են մասնակցել ԲՀԿ-ի առաջարկ Հայաստանին նախընտրական ծրագրի մշակմանը։ Նրանց շարքում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Արա Այվազյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում փոխվարչապետի եւ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած այսօր արդեն Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի падգամավոր Արմեն Գևորգյանը, այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր նախկին падգամավոր Վահե Հովհաննիսյանը, սպորտի նախկին նախարար այսօր Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախկին ԲՀԿ падգամավոր Միքայել Մելքումյանը եւ այլոք։ Վարչապետի պաշտոնին հավակնություն չունեմ, ցանկություն չունեմ։ Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Այն, որ Ծառուկյանն անձամբ վարչապետի պաշտոնը չի ցանկանում եւ երկրի ղեկավարի պաշտոնում արդեն 3 տեխնացու ունի, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց օրերս երիտասարդների հետ փակ հանդիպմանը։ Իսկ ինչու Ծառուկյանը չի հավակնում վարչապետի պաշտոնին։ Դա իր անձնական ցանկությունը եւ որոշումն է։ Բարձաբանել է, բայց ինչու չի ուզում։ Մենք խոսելու առիթներ ունեցել ենք, բայց ես լիազորված չեմ մասնավոր խոսակցության մանրամասները հայտնելու, դա պարոն Ծառուկյանի ցանկությունն է։ Ովքեր են Գագիկ Ծառուկյանի վարչապետի տեխնացուները, եւ եթե Ծառուկյանն անձամբ չի հավակնում երկրի ղեկին, արդյոք սա նշանակում է, որ ինքը չի գլխավորի նախընտրական ցուցակը։ Այո, կան տեխնացուներ եւ ոչ թե մեկը, այլ մի քանիսը, որոնք որ բացարձակ առաջատարներ են իրենց ոլորտներում, իրենց զբաղեցրած պաշտոններում, բայց ես նման լիազորություն չունեմ այդ անունները հնչեցնելու։ Այդ 3-ից մեկի թե որ մեկի։ Կարծում եմ, որ պատեհ պահին, հարմար պահին պարոն Ծառուկյանը ինքը անձնապես այս մասին կխոսի, բայց այն, որ վստահաբար ինքը գիտի եւ իր աչքի առաջ ունի մարդիկ, ովքեր որ կարող են այդ պատասխանատվությունը ստանձնել, դա եւս միանշանակ է եւ ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացուներ կան։ Բայց ինքը ներգրաված կլինի նախընտրական ցուցակում, ճիշտ է։ Ես կրկնում եմ, որ ցուցակի որևէ հորիզոնականի հետ կապված որևէ հարցի այսօր չեմ պատասխանելու։ պատասխանելու։ Առաջին, երկրորդ, չորրորդ, թե 100-րդ, բայց ինքը կլինի։ Մենք առաջիկա օրերին այդ մասին խոսելու հնարավորություն կունենանք։ Կհաջողվի արդյոք ԲՀԿ առաջնորդին այս ընտրություններում հաղթահարել անցողիկ շեմը եւ հայտնվել խորհրդարանում։ 2021-ին Ծառուկյանի թիմը պարտություն կրեց հավաքելով շուրջ 50,000 ձայն։ ԲՀԿ-ում համոզված են այս անգամ իրենց կհաջողվի խորհրդարան անցնել, հակառակ պարագայում, ինչպես ԲՀԿ խոսնակն է նշում, ընտրապայքարի մեջ չէին մտնի։ Մենք բնականաբար գնում ենք առավելագույն վստահության քվե ձեռք բերելու հաստատակամությամբ։ Եթե ԲՀԿ-ին այնուամենայնիվ հաջողվի խորհրդարան մտնել, Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հնարավոր համարում է հետընտրական համագործակցությունը իշխող քաղաքացիական պայմանագրի հետ, թե սա բացառում են։ Եթե շատ կարճ արձագանքելու լինեմ, որևէ համագործակցության հարց Բարգավաճ Հայաստան կուսակցության օրակարգում
գոյություն չունի։ Համագործակցության հարց ԿՊ-ի հետ կոնկրետացնելու համար։ Որևէ համագործակցության հարց Բարգավաճ Հայաստան կուսակցության օրակարգում չկա։